Ճիշտ ենք, չէ՞ եկել։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ էլ են ջան։ Հա, մենք հասել ենք, գիտեք։ Շատ լավ։ Գամ բացեմ դուռը։ Եկեք։ Բարի։ Մենք այսօր աշտարակում ենք եւ հյուր ենք գնալու Սուրեն Խորենյանի տուն, գեղանկարիչ։ Ես նրա այդ արդեն խոսեցի։ Հիմա մեզ շուտով կդիմավորի։ Եկեք բարձրանանք վերև։ Եկեք։ Բարև ձեզ։ Բարև։ Սենց է ուզում գնալ։ Բարև ձեզ։ Բարև լնջուն, պոչիկ անեմ։ Ո՞նց եք։ Լավ։ Ես էլ։ Գնանք ներ։ Այս ինչպիսի կներուն եմ։ Հələ իրանց մամա որ գա։ Արի։ Ես սև կատու Ուտելիք ունեմ տամ, աջան։ Սև կատու եմ սիրում, բայց իրանց էլ եմ շատ սիրում։ Մաման չէ սպիտակ է, վանակատու է, տարբեր աչքի, շշմելու տիպ է։ Ինչ է իր անունը։ Կիսյա։ Կիսյա։ Շնորհակալություն։ Այս մի անգամից Ասել եմ, չէ՞ որ թորնիկիս անունն էլ այլ են եւ Ասել հարսիս։ եք եւ հարս։ Երկու օտել ունենք։ արդեն 3 հատ ունեք։ Այս մեր գրադարանն է։ Ահա։ Այս հին ամիշով գործած, վրան հողով, առաջ կտուրները հողից էին։ Մետաղի կտուրներ չկային։ Ծանձրևի ժամանակ սա Գիտես ինչ էին, կլոր քարերին սարքում, տաշում։ Ամեն անձրևից հետո բարձանում էին կտուր եւ տրորում էին, պատկերացնում ես, այնտեղ դարմաներ կավեր բան, որ ջուրը չանցնի, բայց անձրևից հետո տրորել էր պետք։ Բոլոր կտուրներում այդ կլոր քարը կար, անուն ունի, չեմ հիշում։ հա։ Այդ քարը անուն ունի, հա։ Ինձ դուրեկով էս շատ սենց հին է ամեն ինչը ու սիրուն է։ Այո, պահպանել ենք։ Այո։ Առել ենք սա, հայրս է առել։ Այս տեսարանի համար, տես նկատեցիք երևի, հա, ձորը ինչ գեղեցիկ էր։ Շուտ էի նկատել, հա։ Հա։ Հետո սա թողել ենք նոր շենքի մեջ։ Այս ջահը ես եմ պատրաստել։ Նայ, որ սազի։ Չէ, իսկապես, որովհետև հենց առաջինը սա իմ ուշադրությունը գրավեց ու անունը չեմ հիշում, որ վինիլները դնում են։ Ինչ էր անունը։ Ինչ են դնում։ Վինիլ որ դնում են, բայց ինչ էր այդ սարքի անունը։ Պացիֆոն։ Կա գրամոֆոն ավելի։ Չէ, պրայգրովիցը էլեկտրական է, վերևը ցույց կտամ։ Կոտրվող պլաստինկաներ են։ Վինիլը չի կոտրվում, այո, վերևը։ Հասկացա։ Սրանք լավ, Ես ունեմ որ պլաստինկաների վրա նկարել եմ, ուզում ես ցույց տամ։ Հա, եկեք գնանք ցույց տվեք։ Համեցեք։ Համես ջահներ կտեսնես, տես, այս ջահները ես պատրաստել։ Այ վինիլների վրա տես նկարել եմ։ Սիրուն է։ Ինձ այս դրանք վինիլ են, սա որ ընկնում է չի կոտրվում։ Իսկ պացիֆոնին, չգիտեմ ինչ նյութ է, կոտրվում էր։ Հա, հասկացա։ Այդպես։ Marilyn Monroe։ Համեցեք։ Այո, գեղեցկուհի։ Ճիշտ եմ գնում։ Տես ժայռի կտորը։ Այո, շատ ճիշտ ես գնում։ Այո, մագլցում եմ, չեմ գնում։ Ոայ։ Բա որ ասում եմ։ Ոնց որ ինչպես թանգարան։ Այո։ Այդպես պիտի լինի, բարձր առաստաղներ, վերևի լույս, Հա։ անպատճառ։ Եթե նկատեցիք, պատուհան չկա, բայց վերևում Լեոնարդոյի տրակտատներում գրված էր, որ իդեալական արվեստանոցը պիտի լույսը լինի վերևից, որտեղ մարդիկ միմյանց ճանաչում են Աստծո լույսով։ Սա ձեր արվեստանոցն է։ Այո, երկու դահլիճից է, հորս մտա խաղացումով, ասեց, այս մեկը կլինի քո դահլիճը, այ մյուսը իր է, այնտեղ պապայի աշխատանքներն են, Վահան Խորենյան։ Հասկացա։ Իսկ դուք որտեղ եք նկարում, այստեղ թե ներքևում։ Ամենտեղ։ Մեծամասամբ իմ, հա, այստեղ, Մոլբերտը ստեղ է։ Այնտեղ շատ սիրուն պատշգամբ ունեմ, եթե կուզեք, եւ տեսարանը շատ գեղեցիկ է։ Հա, կարող ենք գնալ։ Հա, էլ ինչ ցույց տամ, որ Գնանք։ եկել ես հնարավոր չի այդ գեղեցկությունը չտեսնել։ Այ Աստված իմ։ Տես ինչ պատշգամբ է։ Էս ինչ։ Հին աշտարակյան այս բաները, օրնամենտները, բան Շատ սիրուն է։ կրկնված է հին աշտարակից։
Էս ինչ սիրուն Սա պետք է տեսնել։ Ես հրաշք ուղղակի լուրջ եմ ասում։ Սա հնադարյան կամուրջ է, 15-րդ դար։ Կողքը կա 7-րդ դարի, չգիտեմ ինչից խլվել է, հետո նորն են կառուցել։ 3 եկեղեցի է երևում, Սուրբ Սարգիս, սա համեմատաբար նոր է կառուցած։ Ծիրանավոր, սպիտակավորը բազիլիկա։ Գմբեթ չունեց, իսկ նրա գմբեթը փլվել է։ Այն մեկը չէ։ Հա, տեսա։ Տեսա՞ր, հա։ Տեսա։ Ստե մի քիչ վերև կարմերավոր եկեղեցին է, որը շատ յուրատիպ է, ամբողջ կղմինդրից է, կտուրը կղմինդր է։ Եկեք ավելի հետ գնանք, որտեղ եք ծնվել։ Թիֆլիս քաղաքում հայրս եւ մայրս ուսանողներ էին, այնտեղ են հանդիպել միմյանց եւ դեռ սովորում էին, մայրս կոնսերվատորիայում, չէ, երաժշտական ուսումնարանում, կոնսերվատորիան Երևանում ավարտել։ Հայրս էլի ուսումնարանում նկարչական հանդիպեցին, ամուսնացան, ես ծնվեցի 5 տարեկանում եկանք Երևան։ Ընտանիքով։ Հայրս Լենինգրադ մեկնեց։ Իսկ մայրս կոնսերվատորիան Երևանի ավարտեց։ Օպերային երգչուհի էր, ուղղակի մի պահ հետո, երբ որ քույրս պիտի ծնվեր, դեկրետ կոչվում է։ Դեկրետից հետո չվերադարձավ օպերա եւ ընդունվեց ռադիոյի պետական անսամբլը, Մերանգուլյանի անվան ժողովրդական անսամբլ կա։ Եվ այդ ժամանակվանից երգում էր մեր բոլոր հայկական հայտնի երգերը, Մախմուր աղջիկ, Ինչու է աղմկում գետը, Իմ հայ ժողովուրդ, շատ երգեր, Ֆլորա Խորենյան։ Այսինքն դուք փոքր ժամանակվանից այդ երգի մեջ եք մեծացել ու նաև ձեր հայրը նկարիչ ա եղել։ Այդ միջավայրում, այդ արվեստագետի ընտանիքում եք ծնվել, դա ինչ որ ձևով ազդել է ձեր ընտրության վրա։ Ինչ խոսք, ազդել է, ինչ խոսք։ Եկավ մի պահ, երբ որ հայրս հարցրեց որոշի ինչ ուղղություն ես ընտրում, ես ասի նկարչություն։ Իսկ դուք դրանից առաջ արդեն նկարում էիք։ Ինչ խոսք, երևի թե ինչքան երեխաները, բայց չէ, մի քիչ ավել, մասնակցում էի ավել, որովհետև ասում եմ, այդ ընտանիքում էի եւ յուղաներկով արդեն նկարում էի դպրոցում։ Առաջի իմ քայլերը դպրոցում եմ արել յուղաներկով։ Իսկ ծնողների կողմից ինչ արձագանք եղավ, երբ որ իմացան, որ դուք ուզում եք նկարիչ դառնալ։ Շատ հավասար, շատ զուսպ, շատ խելացի մարդիկ էին, շատ կազմակերպված եւ հայրս ասեց, եթե այդպես է, պետք է անպայման Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը ընդունվես։ Դա մեծ դպրոց է, որը պիտի դու անպայման անցնես ուսումնարանի։ Շատ բարի լավ համբավ ունի, շատ լավ շրջանավարտներ ա տվել միշտ ամբողջ իր պատմության մեջ։ Եվ պատրաստի նկարիչներ են իրենք, երբ որ մենք ավարտում ենք, դիպլոմային աշխատանք ենք նույնիսկ նկարում։ Իմ դասարանցիները դեռ աշակերտ էին, այդ բանը միշտ հիշում եմ, իսկ ես արդեն ուսանող էի։ Հա, հասկացա։ Ինչ կհիշեք ձեր մանկությունից, որ վառ տպավորվել է ձեր մեջ։ Լրիվ մանկությունից, երբ որ այդ դեռ 4-5 տարեկան էի, մեր տունը ուներ շատ գեղեցիկ պատշգամբ, եւ ես խաղալիքները նետում էի ցած։ Դա ուզում ասեմ տատիկի պատմածով է, ինքս իհարկե չեմ հիշում։ Եվ ինքը ինչ ասես դեռնարկում էր, որպեսզի ես այդ չանեմ։ Ասում էր բիբարկ կսեմ մատերիդ, չգիտեմ, սիչորել են ծնողական բաներով։ Ես միևնույն շպրտում էի, ինքը ստիպված երկրորդ հարկում էինք ապրում։ Գնում վերցնում, բերում էր, ես նորից շպրտում էի։ Մի անգամ նստած փոքրիկ աթոռին, այսպես դիրիժորություն եմ անում։ Տատիկը գնում է նայում է, ռադիոընդունիչը անջատած է։ Նաև արտերոստացույց չկար դեռ, ասեմ։ Ինչ-որ երաժշտական ձայներ չկան։ Փնտրում է, գնում է խոհանոց, գտնում է թեյնիկը եռում էր եւ իր կափարիչը զնգրտում էր ուրեմն։ Զնգդլնգ, ես դա չափ էի տալիս։ Այդպիսի գեղեցիկ հիշողություն։ Ամեն դեպքում մինչև 5 տարեկան դուք Թիֆլիսում եք ապրել։ Այո։ Թիֆլիս կա ձեր նկարներում։ Հա, շատ լավ հարց տվեցիք։ Ոչ։
Ամեն տարի 18 տարի շարունակ ընտանիքով մեքենայով մեկնել ենք ծով, Թիֆլիս քաղաքով, այնտեղ ունեի պապիկիս եղբայրներ ապրում, 3 եղբայր էին։ Ուզում ասեմ, Թիֆլիս քաղաքը շատ եմ, ամեն տարին գոնե 2 անգամ ամառը եւ ես իմ ինչ-որ առիթներով այցելում էինք, բայց չեմ նկարել, շատ զարմանալի է եւ հետաքրքիր։ Ինչու։ Իսկ ինքը շատ կոլորիտ տային, շատ իր բալկոնները, բանը, բացի այդ մարդու համար շատ կարևոր է սկիզբը, իսկ ձեր սկիզբը Թիֆլիսում է ստեղծվել։ Դրա համար ես մտածեցի, որ կգնայիք ինչ-որ պահի սկիզբ։ Գիտեք ինչ, նույնիսկ Էլեն ջան, նույնիսկ գնացել եմ այդ տունն եմ գտել, որտեղ ծնվել եմ։ Այդ պատշգամբն եմ գտել։ Նու խաղալիք չեմ գցել, ճիշտն ասած։ Այդ մարդիկ շատ սիրալիր բացեցին դուռը եւ ես ասի գիտեք, ես ստեղ եմ ծնվել, ստեղ եմ մեծացել։ Շատ հետաքրքիր էր եւ հաճելի ինձ համար, որ առաստաղի վրա նկարազարդումներ կային։ Այն հին տներից էր, էլի բարձր առաստաղներով, էլի 5 մետրանոց։ Այդ ռեմոնտ էին արել, բայց այդ չէին ձեռք տվել։ Շատ բարեհամբույր մարդիկ էին եւ 18 տարի համարյա մեջ նույն եղել է, որ մի 2 անգամ չեմ հաճախել։ Շամպանսկիներով բանով Բարսելոնում էի, շատ բարի մարդիկ էին։ Ասում էին Սուրեն ջան, էլի քո տունն է։ Այդքան վրացի էին, հայ չէին, բայց ասում էին էլի քոնն է Սուրեն ջան, այդպես։ Ընդունվեցիք Թերլեմեզյան։ Ինչպես անցավ ձեր երիտասարդությունը, ինչ եք հիշում, ընկերներ ունեիք, հավաքվում էիք ինչ-որ միտեղ, այդ շրջանից ինձ պատմեք։ Ուրեմն ուսումնարանի շրջանը իրոք շատ բուռն էր։ Ես շատ նախաձեռնող էի, այսինքն միշտ հավաքվում էինք, այն մեր ժամանակ կոչվում էր վեչեր, եկեք վեչերի, պարտի այսօր ասում են, պարտիներ, համարյա ամեն օր և խաղերով անպայման անցնում էին, խաղեր էինք կազմակերպել, այդ բոլորը ես զավադիլ, այսպես շատ էի։ Դուք էիք նախաձեռնողը։ Հա, նախաձեռնողը շատ, եռանդուն նախաձեռնող էի։ Ուրախ անեկդոտներ, պատմություններ, պարեր, արտասանություններ, սեր, մեր կուրսից մի քանի տղա։ Ես էլ ուսումնարանի առաջի կուրսում եմ, պատկերացնում ես ինչ, առաջի կուրս 16 տարեկանում են ընդունվում, 66 թվականին։ Ես էլ հանդիպեցի եւ էլի մեր կուրսից մի քանի տղա, իրենց ընտրյալները ուսումնարանից են։ Հա, այդքան փոքր ժամանակվանից։ Հա, շատ փոքր։ Եվ շատ զարմանալի հեռախոսով եմ ծանոթացել, պատկերացնում ես դա կակոած, ինչպես ծանոթացակ, հեռախոսով զանգեց, ինքը ընկերուհին էր խնդրել, ընկերուհին իմ ընկերուհին էր, որպեսզի մենք շարունակենք հանդիպել, բայց ես տեսա իրեն և ձայնը դուր եկա։ Գերվեցի, հա, և 3 տարի, 19-ում ամուսնացել ենք։ Բայց մեկ այլի երիտասարդ ժամանակի ամուսնացել։ Հա, շատ երիտասարդ տարիք ամուսնացել։ Մայրս վայ, դեռ ուսանող ես, բան, մամայա, չէ, պիտի անանք ստանում էր, հայրս դաբրան տվեց, որ Սուրեն ջան, մեր հարսիկն է, բոլա մանգակ, 3 տարի ընկերություն էինք անում։ Ընտանիքը եւ ընտանիքի հանդեպ պատասխանատվությունը երբեք չխանգարեց ձեր ստեղծագործելու։ Ընդհակառակը, ահա որ օգնեց։ Իմ լավագույն ստեղծագործությունները այդ ժամանակաշրջանի, լավագույն աշխատանքները, որոնք այսպես այսօր էլ արդի են։ Երբ որ այսօր նայում ես, ասենք, ինքը ինչ-որ մանկական, ջահելական բաներ չկա, ասենք, մատիտանկարի մեջ կամ ինչ, շատ զիլ պորտրետներ, ֆիգուրաներ, կոմպոզիցիաներ, այսինքն այդ բանը ինձ տոգորում էր, ամուսնական, հա, տոգորում էր։ Իսկ երբ որ օրինակ որոշում եք, որ պետք է նկարեք, առաջինը ի՞նչն է գալիս ձեր մտքում իդեան, թե օրինակ գույնը, թե ոնց է սկիզբը լինում։ Տարբեր։ Կա որ ասենք բանը, առանցքը, այսպես ասեմ, նկարի առանցքը գույնն է, կա որ առանցքը պլաստիկան է, շարժումը, կա որ բաները, պիտնոները, նո, այսպես հասկացա։ Ուրույնչի, որ նկարելուց առաջ անպայման պիտի գույնը, չէ։ Նայած ինչ ես նկարում, էլի։ Այն Կարմեն։ Հա, Կարմեն։ Հա, Կարմենն է եւ հենց պահն է, որ դանակը արդեն սպանում է եւ այդ իր կարմիր զգեստը արյան բանի համար է։ Ուզում ասեմ, գույնը այդտեղ այդ կոմպոզիցիայում մի հատ դեր ուներ։ Այդպես։ Մենք խոսում ենք նրա մասին, որ ձեր նկարները իրար նման չեն։ Դուք էլ ասացիք, որ
առաջին մարդը չի, որ ասում եմ։ Այո։ Ինչպես է տենց ստացվում։ Մտնում էին եւ ասում էին, միթե սա բոլորը նույն հեղինակն է։ Ես էլ ասում եմ, որ ի տարբերություն որոշ ըմբռնումների, այդպես ասեմ, նկարչական ըմբռնումների, ես շատ մեծ տեղ եմ դնում միտքը, նյութը ինչ եմ նկարում, ինչին եմ անդրադառնում։ Այսինքն քարը չի կարելի նկարել այնպես, ինչպես կնկարես տերևը։ Ծաղիկը, տերևը, հասկանում ես, ծաղկած ծառը, գեղեցիկ կինը, դիմանկարը, պարը չի կարելի իմ ըմբռնումով։ Եվ դրա համար ինձ մոտ այդքան տարբեր են մոտեցումները։ Ոչ թե տարբեր։ Իսկապես շատ տարբեր են։ Յասամանը տեսա՞ր։ Տեսա։ Յասամաններ։ Յասամանավարի։ Այստեղ ժամացույց կա, որի ինչը ցկցկոց է։ Տկտկոց։ Չես սիրում։ Բայց չէ, ոչինչ, ես հաստատ։ Ոչինչ։ Հա, իհարկե։ Ես հիմա կմիացնեմ լույսերը։ Այս սրահում միայն հորս նկարներն են։ Ահա։ Այս մեծածավալ կտավը կոչվում է Վարդանանք։ Ավարիայի ճակատամարտ։ 7.5 մետր է երկարությունը, 3 մետր բարձրությունն է։ Այս դահլիճը կառուցվել է հատուկ այս նկարը նկարելու համար։ Ինքը էստեղ է նկարել այս նկարը։ Հա, տեղում հենց տեղ է նկարվել եւ Ոստված եմ ինչ մանրակրկիտ աշխատանքը։ տևել է 18 տարի։ Ոչ անընդմեջ, երկրաշարժի տարին մի տարի չաշխատեց, պատերազմի տարին 2001 թվականին ավարտեց։ Շատ կերպարներ, քանի որ իրական կերպարները պարզավոր չունենք, աշտարակի բնիկ ապրողներն են եղել։ Օրինակ այս դանակահարողը Չալաբյան Կարոնն է, հայտնի մարդ էր աշտարակում։ Ինչ չոր դեմք ունի։ Տեսա, հո։ Ու իրան որպես պարսիկա։ Իսկ դուք չկաք։ Կան նկարիչներ, չէ, կա տղաս, իր աջ թևի տակ տղաս է, այս նկարի համար շատ մատիտանկարներ արել, գծանկարներ, շատ ֆիգուրները, դեմքերը, տես, հետո դա տեղափոխվել է նկարի մեջ։ Այսա տղայիս դիմանկարն է, Причем ասել էր ինչ արտահայտություն ունի, հետո տեղավորել է այնտեղ ձեռքի տակ։ Հա, այսա մեր ընտանեկան պատն է։ Հա, ինձ ծանոթացրեք Այս բոլորի հետ։ 20 տարեկանն եմ ես հորս աշխատում։ Այստեղ բոլորը պապայի աշխատանքներն են։ Այս դուք եք։ Կենտրոնում, հա, ես եմ 20 տարեկանում, շատ կարճ, շատ արագ էր նկարում papan։ Նո երևի պայթի 1 ժամ երևի, ոչ ավել։ Տատիկն է, papayi, մաման։ Գեղեցիկ կինը։ Պապիկս է Սուրենը, կենտրոնում papan է, վերևը փոքրիկները ես եմ, տարբեր տարիքների մեջ, ինձ շատ փոքր, ընդ մի քիչ մեծ։ Այդ papayi ինքնանկարն է վերևը, այո։ Սա նորից տատիկն է։ Իսկ այն տղան։ Էլի ես եմ։ Այնտեղ 14 երևի տարեկան, հա, այդպես։ Իսկ ձեզ դուր էր գալիս այդ process-ը, երբ դուք կանգնում էիք, բնորդ էիք լինում ձեր հայրիկի համար։ Հայրիկի համար, այո, բայց ընդհանրապես բնորդել շատ զարմանալի է, ում որ նկարում եմ, սովորեցնում եմ, ինչպես անի, ինչպես դիմանա, ինչ մտածի, որ, հա, ինչպես դիմանա, չէ, որտեղ մարդկա, բանա, չի կարող։ Նույն, հա, նույնն էլ ես եմ, չեմ կարող չշարժվել, բայց հայրս այնքան ասեցիք մի ժամ, չէ՞ հիմնական։ Սիրելի, որ ես այսպես զգաստ հիպնոզացած։ Իսկ այդ ընթացքում ինչի մասին էիք մտածում։ Եվ պետք է ավարտի, որ ես թռնեմ իմ սիրած գործով զբաղվեմ։ Էս էլ եք դուք սարքել։ Այո։ Էս էլ շատ գեղեցիկ է։ Բարի ծանոթություն Էլին ջան։ Շատ ուրախ եի քեզ ինձ մոտ հյուրընկալելու, շատ։
ուժեղ է, հա։ Հո ինչ որ։ Պետք է ուժեղ չլիներ, գիտես, մեզնից է երևի։ Ես մի էսպիսի հարց ունեմ։ Այո։ Եթե նկարչությամբ չզբաղվեիք, ինչով կզբաղվեիք։ Լրի վերջերս տղայիս հետ խոսում էինք հեռախոսով եւ քննարկում էինք ինչ որ մի հատ շատ մեծ վիրաբուժի շնորհքները, հնարավորությունները եւ այլն։ Մեկ էլ ասեց, ուր ենք հեռու գնում։ Եթե դու նկարիչ չլինեիր, կլինեիր շատ լավ վիրաբույժ։ Ես գիտեմ ինքը ինչի նկատի ուներ, նոր տղաս լինելով լավ ճանաչում եմ հնարավորությունները, շատ սկրուպուլոզ, շատ մանրակրկիտ եւ անպայման ամեն ինչ անում եմ, որ հասնեմ նպատակիս, այն ինչ որ անում եմ, հասկանամ պատճառը։ Այդպես։ Իսկ ձեր ստեղծագործական շրջանում, կյանքի շրջանում եղել է ինչ որ մի շրջան, որ մտածել եք նկարչությամբ այլևս չզբաղվելու մասին, կամ ինչ որ ծանր շրջան։ Մի անգամից պատասխանեմ, որ ոչ չի եղել չզբաղվելու, ընդհակառակը ես ունեի մի թեզ երիտասարդ ժամանակ եւ իմ գոլեգաներին, ընկերներիս միշտ ասում էի, եթե իրանք հանկարծ ընկճվում էին այն պատճառով, որ նկարչությամբ ապրելը միշտ դժվար է եղել։ Ազատ նկարիչ լինելով, չդասավանդել, չգիտեմ, նկարիչի հետ կապված է դա դասավանդել, այ ընկճվելուց ասում էի աշխատեք, ես ինքս այդպես էի անում։ Եվ Աստված կբերի իր բարիքը, անպայման կօգնի, որպեսզի դու շարունակես էլի նկարել։ Պրոֆեսիոնալ նկարիչները, վարպետները միշտ այդպես են եղել։ Իրենց ուրիշ ոչ մի բան եւ չի հետաքրքրել, եւ պետք չի։ Պատկերացնում ես, իրենց պետք է իրենց կտավը, ներկը եւ նատուրան, ինչից որ ինքը ոգեշնչվում է։ Ոգեշնչումը կտավը, ներկը։ Այսինքն չնչին սնունդը, որ պիտի կատարես, եւ քո լիակատար աշխատանքը։ Հասկացա։ Երևանը այսօր եւ ձեր երիտասարդ ժամանակ ինչով է տարբերվում, ինչն է պակասել կամ ավելացել, չգիտեմ։ Որ ասցիր ավելացել, հիշեցի, որ ուրեմն քանի որ մեծ եմ, փոքր չեմ։ Մի խոսքով Երևան քաղաքում կար մեկ հատ կաֆե։ Մեկ հատ։ Եվ դա որն էր։ Կոչվում էր Արաքս։ Կազիրյոկ։ Չէ, Կազիրյոկը հետո է ուշ է։ Հա, լավ։ Աբովյան, Թումանյան, Խաչմերուկում։ Հիմա այնտեղ չգիտեմ, կիսել են խանութներ, եսեմ ինչ բան, որտեղ դու կարող ես ժավիրել քո ընկերուհուն կամ ընկերներով, մենք դասից հետո գնում էինք, կար գինի, սպիտակ գինի, հրազդան էր կոչվում, կամ մեղրաձոր, 97 կոպեկ։ Հրուշակեղենը 22, շատ հետաքրքիր երկիր էր, իմիջիալություններ իր եւ հետաքրքիր եւ բացասական։ Այդ կաֆեն հետո դարավ երկուսը ու գալոկ եւ հետո կազիրյոկ, բանը սկվազնյաչոկ, այդ մեր կաֆեն էր, նու նկարիչների եւ դերասանների։ Այնտեղ կային մշտական հաճախորդներ, բոլորը միմյանց ճանաչում էին, հետո մեր նկարիչների միության կողքի Երևան հյուրանոցի կաֆեն, որտեղ հավաքվում հանճարանոց էինք ասում, հանճարները։ Հա, եւ իրոք այնտեղ հանճարներ էին հավաքվում, մեր հայ իրականության արվեստի հանճարները, այսպես քիչ-քիչ, բայց առաջի կաֆեն, որ կաֆե էր կոչվում, դա Արաքսն էր։ Հա, քո հարցը ինչ տարբերություն եւ Էդ էր, ինչ տարբերություն կա Երևանի։ Գիտես, առաջվա եւ հիմիկվա։ Երևի մարդկանց հարաբերությունների ջերմ մթնոլորտը։ Ես կարծում եմ Հիմա ավելի անտարբեր, սառը։ Դե գիտես ինչ, զբաղված, երևի զբաղվածությունը։ Ես շատ զարմանում եմ, որ մեծ քաղաքներում նույն աստիճանավանդակի 3 դուռեր, ասենք, իրար չէին ճանաչում։ Պատկերացնում ես, ինչ բարևել, ինչ ասելու ախպեր ջան, արի մի հատ հարևան ենք, արի մի հատ սուրճ խմենք, ծանոթանանք, ով ենք, ինչ ենք, բանման։ Այդ ժամանակ չկար եւ ես
այն վաղտվա իմ բանով մտքերով անդադացում եմ, պատճառն ի՞նչ է, հետաքրքիր է, ինչու մեր մոտ ինչ աստիճանավանդակ, ամբողջ շենքով Բաքվում հավաքվում են, սեղան են գցում, ծնունդ են նշում, կնունք, ուրախանում են, նարդի են խաղում եւ այլն, որը հետ առաջ եմ մի քիչ պատում, որը քիչ-քիչ վերանում է մեր իրականությունից դուրս է գալ, այսինքն մենք այսօր ունենք Երևան քաղաքում աստիճանավանդակներ, շենքերում նորագույն, որ հարևանները միմյանց այո, այս հենց իրար փոխկապրում են, չեն ճանաչում իրար։ Ուրեմն կային Երևան քաղաքի հարգված մարդիկ, քաղաքի։ Կապ չունի ինքը ինչ մասնագետ էր։ Կարող էր, ոչ թե կարող էր, կոշկակար։ Ժամագործ։ Ժամագործ։ Տարբեր մասնագիտության տեր մարդիկ։ Կապ չուներ։ Եվ բան ասենք ինչ որ ռայկոմի, չգիտեմ ինչ։ Բան, քարտուղար ասենք կամ բան, որը ազատ շրջում էր քաղաքով եւ բոլորը բարևում էին միմյանց։ Եվ բարևում էին ոչ թե այդպես է պետք, այդպես է ընդունված, այլ հարգանքով։ Ունենք մեր քաղաքի գժերը, գիժ ունենք, որ բոլորը գիտեն, որ այս մարդը գիժ է։ Բաներ էլի, ասենք, տարօրինակ մարդ էր էլի։ Այսինքն այդ համոհոտը, այդ հարգանքը, մեծ ու պուճուրը բա։ Հիմա երիտասարդները, հա։ Երիտասարդները, ես երիտասարդներին հետևում եմ իրանց հաճախությամբ, երբ որ մեծամասամբ, ինչպես են այցելում ցուցահանդեսները։ Եվ Արդեն տարիներ շարունակ, շատ տարիներ շարունակ, շատ հետաքրքիր է, որ երիտասարդների, ուսանողների մեծամասնությունը հաճույք ունեն։ Այո։ Հաճույք ունեն մասնակցելու գեղեցիկ ցուցահանդեսներին եւ դա ինձ շատ շոյում է, որովհետեւ օրինակ արտասահմանում դա մտնում է կյանքի, կուլտուրայի բանի մեջ, իրականության մեջ, դա ինչ որ անբաժան մաս չի։ Մեզ մոտ մի պահ դա դեռ ինչ որ լրիվ տարբեր բան էլի, ինչ ցուցահանդես։ Հասկանում ես։ Ցուցահանդեսն ինչ է։ Դե վերաբերմունքի հարցը, հա, վերաբերմունք փոխվեց։ Իհարկե, դա չէ, գիտես ինչ է, ոնց որ սովորության եւ իրանք գիտուն են, հասկանալով են գալիս ցուցասրահ, հասկանալով, որ այսօր դիտելու են այսինչ նկարիչի, այսինչ գործերը պատրաստված են նույնիսկ։ Եվ դա շատ հաճելի է եւ ունենք մի մեծ բազում մաս ունենք երիտասարդների, որոնք սիրում են եւ կատարում են։ Ուրախալի է։ Եվ ամփոփելով մեր զրույցը, կուզեմ խորհուրդ տաք երիտասարդներին ինչ որ մի բան, որը գալիս է ձեր սրտից, իբրև ավելի շատ մայրամուտներ տեսած մարդ։ Հենց սկսենք մայրամուտներից։ Չափազանց գեղեցիկ է բնությունը։ Իմ խորհուրդը, որ հետևեն բնությանը, սիրեն բնությունը։ Բնությունը օգնում է կարծրատիպերից դուրս գալ։ Ասեմ ինչի մասին եմ։ Եթե այսպես կարճ ցանկացած մարդ ասես դրոշակ, կասի կարմիր։ Չի ասի սև կամ չգիտեմ ինչ սպիտակ։ Կասի կարմիր, ասես չգիտեմ ինչ, խնձոր էլի կանաչ։ Հա։ Ես ասեի օրինակ, դուք ասեիք հա կանաչ։ Երկինք կապույտ։ Երկինք։ Ասա, կապույտ, չէ՞։ Կապույտ։ Ահա։ Իսկ բնությունը, բնության մեջ երեխեք ջան, շաշմելով որ ասում եք բնություն, միանգամից ուզում եմ ասեմ կանաչ։ Կանաչ երկինք է լինում։ Հասկանում եմ ամեն ինչ։ Ամեն ինչ գույն ուզես, մանուշակագույն, բանը կարմիր, մոխրագույն, ինչ երկինքներ եւ իրոք որ դիտես իմ աշխատանքների մեջ այդ բոլորը, այսինքն ես ուրեմն խորհուրդ եմ տալիս երիտասարդներին սովորեն բնությունից, հետևեն բնության գեղեցկությանը։ Ուզում եմ ավարտեմ մի շատ գեղեցիկ արտահայտությամբ Լեոնարդո դա Վինչիի։ Ինչ է գեղանկարչությունը։ Это законная дочь природы и внучка Бога. Живопись. Законная дочь природы и внучка Бога. Ինչքան գեղեցիկ բանա։ Գեղանկարչության եւ նրա մեջի մեծերի համար միշտ համեցեք։ Հրաշալի օր ունեցանք։ Հրաշալի օր։ Բա, տեսնեք։ Մեծ օր։ Շատ շնորհակալություն։ Լուսավոր Էլենի հետ։ Շնորհակալ եմ։